Պարոն Կարապետյան, քարոզարշավի ընթացքում ուժերը ինչպես կարող են իրենց մասին տեղեկացնել, նկատի ունեմ իրականացնել իրենց քարոզարշավը վահանակների կամ պաստառների միջոցով, ինչպես պետք է կազմակերպեն։ Քանի որ թիմ համամասնական ընտրակարգով ընտրություններ են, տվյալ դեպքում որպես տեխնացու հանդես են գալիս կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները, որոնք իրենց քարոզչական պաստառները, տպագիր կամ այլ նյութերը կարող են տեղադրել կամ որոշակի վայրերում կամ եթե 5 քառակուսի մետր գերազանցող պաստառների մասին խոսենք, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած վայրերում, ընդ որում կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշման հիմքում դրել է վիճակահանության արդյունքները, որտեղ հավասար պայմաններ են ստեղծված վիճակահանության մասնակցող կողմերի համար, սակայն այստեղ մի առանձնահատկություն եմ ուզում ընդգծել եւ վիճակահանության բացասական կողմերից մեկը հենց այս ընտրությունների ժամանակ բացահայտվեց, քաղաքական ուժերից մեկը դիմել էր ընդամենը 7 վահանակների կողմերում պաստառ ունենալու համար եւ քանի որ դիմումները շատ էին, հավանականությունը քիչ էր ու այնպես ստացվեց, որ այդ 7 տեղերից ոչ մեկը իրան բաժին չհասավ։ Այստեղ մի քիչ խնդիր կա, բայց վիճակահանության արդյունքները այդպիսին էին եւ հենց վիճակահանությունը դրանով է տարբերվում, որ այդտեղ պատահականության սկզբունքն է գործում, որևէ այլ գործոն չէր կարող այդտեղ ազդեցություն ունենալ։ Իհարկե իրենց համար հատկապես տարօրինակ է թվացել դա, բայց դա բացատրվում է հենց վիճակահանությամբ։ Ասեմ նաև, որ այդ 7 տեղերից 4-ի համար դիմել էին 8 ուժ, 3-ի համար 7 ուժ, այսինքն ամեն անգամ առանձին վիճակահանություն է իրականացվում եւ մեկը 7-ի կամ մեկը 8-ի հարաբերակցության դեպքում բնականաբար շանսերը քչանում են ու երևի թե պետք էր դիմել ամբողջ տեղերի համար, որպեսզի հավանականությունը մեծ լիներ մի քանի տեղ վահանակում պաստառի փակցնելու հնարավորություն ունեն։ Բոլոր ուժերը դիմել էին պաստառների վահանակներին։ Ոչ, Գյումրիում մեկ քաղաքական ուժ 9 մրցակիցներից մեկը չէր դիմել որևէ պաստառի համար չէր դիմել, որևէ պաստառի համար չէր դիմել նաև Փարաքար համայնքում էլի քաղաքական ուժերից մեկը։ Ասեմ, որ այդ դեպքում ուղղակի իրանք վիճակահանությանը բնականաբար չեն մասնակցում, նաև եթե մեկ հոգի դիմաց լիներ որևէ պաստառի կողմի համար, էլի վիճակահանություն չէր իրականացվի, այդ դեպքում արդեն ուղղակի այդ պաստառի այդ վահանակի այդ կողմը կտրամադրվեր այդ ուժին, այդպեսին էլ չենք ունեցել, հետեւաբար մնացածը բոլորը վիճակահանությամբ են մասնակցել։ Պարոն Կարապետյան, ընդհանուր առմամբ ուժերին քանի վահանակ է նախատեսված։ Գյումրիում 68 վահանակի կողմ, խնդրում եմ այս պահը ուշադիր լինեն ուղղակի, որովհետև վահանակներ կան, որոնց միայն մի կողմն է նախատեսված եղել, այսինքն հայտով ինչ որ ներկայացված եղել է, վիճակահանությանը մասնակցել են 68 կողմ Գյումրիում վահանակի կողմ եւ 30 վահանակի կողմ Փարաքար համայնքում։ Այսինքն ընդհանուր առմամբ որտեղ պետք է փակցնեն, հա, նշեցիք սահմանված վայրերը, դրանք որոնք։ Նախ ֆիզիկական անձանց պատկանող շինությունների վրա նրանց համաձայնությամբ շենքերում կարող են նաև պատշգամբներում բնականաբար էլի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով դրա տիրապետողի համաձայնությամբ կարող են փակցվել նաև ասեմ, որ համայնքի ղեկավարները պետք է սահմանեն վայրեր, առհասարակ եթե քարոզչական նյութերի մասին ենք խոսում, ոչ միայն 5 քառակուսի մետր գերազանցող, ապա համայնքի ղեկավարը նախապես հայտարարում է, առանձնացնում է այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր է փակցնել եւ ուժերի միջև բաշխում է դրանք հավասարապես, այսինքն բոլորը եւ քանակապես եւ մակերեսով հավասար տեղեր պետք է ունենան պաստառները փակցնելու համար։ Նաեւ քաղաքական ուժերը կարող են իրենց քարոզչական նյութերը տարածել քարոզչության ընթացքում եւ անվայրերում, որտեղ քարոզչություն են իրականացնում, բայց պայմանով, որ քարոզչության ավարտին այդ նյութերը պետք է այդտեղից հանվեն։ Կարող են նաեւ հագուստի տեսքով լինեն այդ նյութերը, այսինքն քարոզչության ընթացքում անձիկ իրենց վրա կրեն այդպիսի նյութեր, առարկաներ կամ հագուստ։ Պարոն Կարապետյան, ուժերը նաև վահանակներից բացի բուկլետների միջոցով են, հա, իրենց մասին տեղեկացնում, այս մասով որևէ սահմանափակում կա։
Սահմանափակումը հետևյալն է, որ նախ պետք է դրանք ընդգրկված լինեն հաշվետվություններում, այսինքն նախընտրական հիմնադրամների հաշվին իրականացվեն, տպագրվեն եւ բաժանվեն առհասարակ քարոզչությունը եւ քարոզչության վրա ծախսված միջոցները պետք է լինեն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին, բացի այդ տպագիր նյութերի վրա պարտադիր պետք է նշված լինի տպաքանակը, պատվիրող կազմակերպություն եւ տպագրող, այսինքն իսկ եթե այսինքն խախտումա այդ չներառելը։ Ինչպես են արձանագրվում խախտումները քարոզարշավի ընթացքում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շրջայցեր կազմակերպելու է երկու համայնքներում էլ։ Ասեմ, որ այս պահին Գյումրիում գտնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն էլ իրենց հերթին բարբերաբար շրջայցեր են կազմակերպում, բայց մենք նաև դիմում բողոք կամ թեկուզ բանավոր որևէ բան ստանում ենք քաղաքական ուժերից կամ նրանց ներկայացուցիչներից եւ ըստ այդմ արձագանքում ենք կախված նրանից թե ինչի մասին է խոսքը, որոշ դեպքերում կարիք է լինում ընտրական օրենսգրքի դրույթների բարձրաբանում, որոշ դեպքերում եթե խախտում լինի, ապա խախտումը կվերացվի, կայքում եւս հայտարարություն կա այդ մասին, որ չնախատեսված վայրերում եւ վիճակահանությամբ բաշխված վահանակներից դուրս քարոզչական նյութեր տեղադրվելու դեպքում դրանք անպայման կհեռացվեն։ Իսկ մինչ այս պահը որևէ բողոք կամ ինչ-որ մտահոգություն որևէ ուժից ստացել եք։ Որևէ գրավոր բողոք չենք ստացել, գիտեք, այսօր հատկապես համացանցը տարբեր հայտարարություններով լիքնա, ուսումնասիրվում են դրանք, եթե որևէ խնդիր լինի, իսկապես խախտում, անպայման արձագանք կլինի, բայց այս պահին գրավոր որևէ բան չունենք։ Կա որևէ սահմանափակում նաև տեսանյութերի միջոցով, հա, տարածվող կամ հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող տեսանյութերի մասով։ Նայեք, նախ ես մի բան եմ ուզում ասել, սրա հետ կապված մենք հանրային հեռուստատեսությամբ տրամադրվող եւ անվճար եւ վճարովի եթերաժամանակի հետ կապված նաեւ տեղական հեռուստաընկերությունների վիճակահանությամբ էլի բաշխել ենք հերթականությունը եւ նախատեսված ժամանակահատվածում ու այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ, որ վիճակահանությամբ բաժին է անկել քաղաքական ուժերին, պետքա իրենց քաղաքական գովազդը տեղադրվի։ Համացանցը ցավոք սրտի վերահսկողությունից դուրս է մնում, ուղղակի այս պահին արդյունավետ միջոցներ ոնց որ թե չկան։ Որքան ժամանակ է տրվում ուժերին իրականացնելու իրենց քարոզարշավը եւ երբ է քարոզարշավը համարվում ավարտված։ Գիտեք, որ քվեարկության նախորդ օրը, այսպես կոչված լռության օրն է եւ քարոզչությունը արդեն երրորդ օրն է ինչ մեկնարկել է նախընտրական եւ նաեւ ավարտվում է քվեարկության նախորդ օրը, սակայն պաստառները եւ տպագիր նյութերը կարող են մնալ փակցված իրենց վայրերում, ավելին դրանք արգելվում է վնասել, որովհետեւ կերպ դրանց վրա ինչ-որ փոփոխություններ անել, դրանք կարող են նույնիսկ քվեարկության օրն էլ մնան իրենց տեղերում փակցված։